Իսրայելի կառավարությունում հետախուզության եւ անվտանգության համար մի քանի տարի պատասխանատու, իսկ ներկայում այդ երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի խոսքով հայ-իսրայելական հարաբերություններում ճեղքում է գրանցվել։ Հանեգբին ով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երրորդյա պաշտոնական այցով Հայաստանում է, նման հայտարարություն արեց այսօր Ազատության հետ զրույցում։ Definitely this visit is the sign of the interest and the vision of both countries to strengthen the relationship. Հստակ է, որ իմ այս այցը նշան է, որ երկու երկրները շահագրգռված են ու տեսլական ունեն ամրապնդելու երկկողմ հարաբերությունները։ Մեր բարեկամությունը տարիների պատմություն ունի։ Երկու երկրները 25 տարի է դիվանագիտական հարաբերություններ ունեն, սակայն այժմ մենք ավելի շատ գործնական ենք մտածում համատեղ աշխատելու մի շարք ոլորտներում եւ մեր բարեկամությունը դարձնելու փոխադարձ բազմաթիվ ոլորտներում։ Տարիներ է, կարծում եմ մոտ 10 տարի, ինչ Իսրայելի նախարարներից ոչ մեկը Հայաստան չէր այցելել, ուստի սա նոր ճեղքում է եւ ես ուրախ եմ, որ այս ամենի մաս եմ կազմում։ So this is a new breakthrough and I'm happy to be part of it. Ցախի Հանեգբին ավելի քան 3 տարի 2003-ից 6 թվականներին Իսրայելի կառավարությունում Արիել Շարոնի վարչապետության օրոք իսրայելական հատուկ ծառայությունների Մոսադի ու Շին Բեթի գործնեության եւ ԱՄՆ-Իսրայել ռազմավարական երկխոսության համար պատասխանատու նախարարն էր։ 2006-ից 10 թվականներին զբաղեցրել է Իսրայելի խորհրդարանի Կնեսետի անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Երեք Հանեգբիին ընդունել է արտգործնախարար Նալբանդյանը եւ ըստ ԱԳՆ հաղորդագրության իսրայելցի պաշտոնյան նշել է, որ իր երկիրը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ եւ դա իր այցելության հիմնական ուղերձն է։ Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ու Ցախի Հանեգբիի այսօր առավոտյան կայացած հանդիպմանը քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կիբերանվտանգության ոլորտներում համագործակցությունը։ Կիբերանվտանգության համատեքստում նախարարները անդրադարձան երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործնեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին, նշված է տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրությունում։ The aim of my visit is to strengthen the relationship. Իմ այցի նպատակը Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների ամրապնդումն է։ Երեք ստորագրեցինք համաձայնագրեր մի շարք բնագավառների վերաբերյալ։ Հանդիպումներ եմ ունեցել տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի, արտգործնախարարի հետ, այսօր հանդիպումներ են նախատեսված Հայաստանի վարչապետի ու այլ նախարարների հետ։ Today meet also with the Prime Minister, the head of the Parliament and other ministries. Նալբանդյանն ու Հանեգբին երեք ստորագրել են Հայաստանի ու Իսրայելի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրը եւ երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ Հանեգբին ստորագրել է Հայաստանի ու Իսրայելի մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի ու երիտասարդության ոլորտներում 2017-20 թվականներին համագործակցության մասին ծրագիրը։ Այսօր Ազատության հարցին արդյոք քննարկվել են հայ-իսրայելական ռազմական համագործակցության հարցեր, Ցախի Հանեգբին արձագանքեց։ I'm the Minister of Regional Cooperation, so my main field is not the military nor the security. I used to be in the past. Ես Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն եմ, ուստի իմ գործնեության հիմնական ուղղությունը ռազմականն ու անվտանգությունը չեն, ինչպես որ եղել է նախկինում։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցությանը, ապա այն վերաբերում է զբոսաշրջությանը, առևտրին, մենք ցանկանում ենք ընդլայնել առևտուրը, համագործակցությունը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը, ջրային հարցերին, ինչպես նաև տրանսպորտին ու հաղորդակցությանը։ Սրանք այն ոլորտներն են, ուր ես ներգրավված եմ։ So these are the fields that I'm involved in. Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2016-ին Հայաստանի ու Իսրայելի առևտուրը կազմել է $8,525,000 կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0.1%-ը։ Իսրայելցի պաշտոնյային հիշեցրեցին Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությունը։
that I am trying to refrain from answering sensitive issues. Ցանկանում եմ զերծ մնալ զգայուն հարցերին անդրադառնալուց եւ իմ հայաստանյան այցը կենտրոնացած է դրական կողմերի վրա, ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի ու Իսրայելի միջեւ. Of enhancing the relationship between the countries.